Մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ, ձեր քննարկմանն եմ ներկայացնում անշարժ գույք ամրացնելու եւ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու մասին կառավարության որոշման նախագիծը։ Նախագծով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող Երևան Նոր Քմարաշ Հովսեփյան փողոցի հեռուստաաշտարակին հարող 7000 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով շուրջ 417 միլիոն դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով հողամասը ուրեմն ամրացնել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությանը, այնուհետև անորոշ ժամկետով տրամադրել Հայ-Անտառ ՊՕԱԿ-ին։ Նշված հողամասը Հայաստանի Հանրապետության սեփականությունն է, արդեն սեփականությունը գրանցված է, Հայաստանի Հանրապետությանն է վերադարձվել գլխավոր դատախազության հայցի հիման վրա հակակոռուպցիոն դատարանի կայացած վճռով, այսքանը խնդրում եմ հաստատել։ Շատ լավ, Տիկին Վարդապետյանից լրացուցիչ տեղեկությունն եք հայտնել։ Շնորհակալություն, Մեծարգո վարչապետ, կառավարության հարգելի անդամներ, հավելեմ, որ գլխավոր դատախազությունը 2025 թվականի նոյեմբերի 27-ին տեղեկացրել էր, որ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Հովսեփյան փողոցի հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող 1.107.000 ամերիկյան դոլարին համարժեք 417 միլիոն 659 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 7090 քառակուսի մետր մակերեսով հողամասի նկատմամբ։ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության այս գույքի վերաբերյալ հայցադիմումը հակակոռուպցիոն դատարանի կողմից բավարարվել էր 25 թվականի մարտի 7-ի վճռով։ Դատախազությունը դատարանից հայցել էր անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի եւ ֆիզիկական անձի միջև 2005 թվականի հուլիսի 21-ին կնքված առողջարքի պայմանագիրը եւ կիրառել անվավերության հետևանքներ։ Կառավարության այսօրվա որոշման նախագծով, ինչպես արդեն նշվեց նախարարի կողմից, առաջարկվում է գույքն ամրացնել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությանը։ Հիշեցնեմ, որ կառավարության նախորդ որոշումներով հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող եւս 5 հողամաս ամրացվել է շրջակա միջավայրի նախարարությանը եւ այսօրվա դրությամբ շրջակա միջավայրի նախարարությանն ամրացված Երևան քաղաքի Հովսեփյան փողոցի հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող ընդհանուր 3 միլիարդ 381 միլիոն 573 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով շուրջ 7.5 հեկտար մակերեսով 6 հողամաս։ Նաև ձեր թույլտվությամբ հավելեմ, որ բացի այս գույքից մենք բոլորովին վերջերս ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով հաշտության եւս մեկ համաձայնություն ենք ստորագրել դատարանում, դա թվով 10-րդ համաձայնությունն է եւ այս համաձայնության շրջանակներում Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքի Քանաքեռավան գյուղում գտնվող շուրջ 20.6 հեկտար մակերեսով հողամաս, որի միջին շուկայական արժեքը 323 միլիոն 800 հազար դրամ է, կփոխանցվի Հայաստանի Հանրապետությանը։ Հաշտությունը կնքվել է մարտի 5-ին, որոշակի օրենքով նախատեսված ժամկետ ունենք, կսպասենք եւ հավանաբար հաջորդ ամսվա ընթացքում այդ գույքը եւս կամրացնենք Հայաստանի Հանրապետությանը։ Կանխատեսելով հարցը ասեմ, որ Հայաստանի Հանրապետությանն ենք ամրացնում, որովհետև հաշտությունը կնքված է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակներում, ի տարբերություն պետական շահերի պաշտպանության հայցերի, որոնց դեպքում մենք գույքը վերադարձնում ենք համայնքին։ Ապօրինի ծագում ունեցող գույքի դեպքում հայցվորն արդեն Հայաստանի Հանրապետությունն է եւ գույքը պետք է ամրացվի Հայաստանի Հանրապետությանը։